Միջնորդություն Վարդան Ղուկասյանին անհապաղ մասնագիտացված բժշկական օգնություն տրամադրելու վերաբերյալ հիմնավորում։ Սույն միջնորդությունը հիմնվում է հետևյալ փաստական և բժշկական տվյալների վրա։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության քրեակատարողական բժշկական կենտրոն ԲՈԱԾ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում պահող Վարդան Ղուկասյանի համար 32/25 ամբուլատոր բժշկական քարտում արտատեղեկությունների, մասնավորապես հիվանդությունների բուժման հստակ և ամբողջական պլանի բացակայությունը, սխալ կամ վիճելի դեղամիջոցների նշանակումը, հիվանդությունների ընթացքը ոչ ճիշտ գնահատումը, լաբորատոր և գործիքային հետազոտությունների բացակայության կամ անբավարարությունը, հիվանդությունների դինամիկայի բացասական զարգացումը, փորձաքննության շրջանակում 07/01/2026 թվականից մինչև 14/01/2000 թվականի Արմենիա բժշկական կենտրոնում Վարդան Ղուկասյանին տրված ախտորոշումները, այդ թվում շաքարային դիաբետ տիպ 2 ծանր աստիճան, դիաբետիկ մակրո և մակրո, սրանք արդեն դուք գիտեք, չթվարկեմ ժամանակը խնայելու համար, 16/01/2026 թվականի թիվ 907 այս դատաբժշկական փորձաքննությունը, որտեղ միաժամանակ նշվում է, որ Վարդան Ղուկասյանը կարիք ունի պարբերաբար ստանալու նեղ մասնագետների սրտաբանի, ներզատաբանի խորհրդատվություն և բուժում, ինչը ըստ եզրակացության իբրև հնարավոր է իրականացնել քրեակատարողական հիմնարկի պայմաններում, որը մենք տեսանք ամբուլատոր քարտից, որ հնարավոր չէ, 19/01/2026 թվականի այն դեպքը, որը արձանագրվեց այս դատարանում շտապօգնության բժիշկների կողմից, այդ թվում նաև 04/02/2026 թվականի դոկտոր էքսպերտ գիտական աջակցության կենտրոնի կողմից տրված դատաբժշկական եզրակացությունը, պահանջը ճանաչել Վարդան Ղուկասյանի բժշկական օգնություն ստանալու իրավունքի խախտումը, որովհետև մենք այս իրավունքի խախտման պարոն Ղուկասյանի զոհն է դարձել, ապահովել պարոն Վարդան Ղուկասյանի հոսպիտալացումը մասնագիտացված բժշկական հաստատությունում և տրամադրել անհրաժեշտ ամբողջական բժշկական օգնություն։ Դուք կարող եք այս տեսակի պարտադրող որոշում կայացնել, պարտադրելով Հայաստանի Հանրապետության համապատասխան կառավարության մարմնին, դա ուղղակի սահմանում է Հայաստանի Հանրապետության ձերբակալված և կալանավորված անձանց մասին օրենքը, այդ թվում նաև դուք կարող եք անմիջականորեն կիրառել Հայաստանի Հանրապետության և սահմանադրությունը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիան անմիջականորեն կիրառելով, որովհետև պայմանները, որտեղ պահվում է պարոն Ղուկասյանը, դրանք այն հիվանդություններով, որը նա տառապում է, չեն համապատասխանում։ Այսինքն, մենք խոսեցինք ամբուլատոր բուժօգնություն, թե ստացիոնար բուժօգնություն, ես չգիտեմ, դուք եղել եք Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում, ձեր աշխատանքային գործունեության ընթացքում, թե չեք եղել, ասեմ, դա CPT-ի կողմից ճանաչված է որպես խարխուլ, հին, շատ փոքր խցերով, ոչ համապատասխան բանտային կանոնների, ստանդարտների քրեակատարողական հիմնարկ, որը պետք է փակվի և CPT-ի նաև հանձնարարականները և նաև առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունել է, պարտավորվել է այն փակել դեռ 2022 թվականին, բայց չի փակել, նա շարունակում է շահագործել այդ հիմնարկը և այդ հիմնարկում բացարձակ հնարավորություններ չկան ոչ բանտային պայմանների, ոչ էլ հիվանդ մարդուն պահելու։ Դուք գրություն եք ուղարկել, ես ձեզանից ստացա գրությունը և գրել եք գրության վերջում այդ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը պահել չծխող անձանց հետ։ Այո, գրել եք, ես հիմա ուրիշ բաների մասին գրել եք, բայց չի կատարվել։
Դուք էլ համոզվեցիք, որ այն ամբուլատոր քարտը, որը մենք ներկայացրեցինք ձեզ, այդ ամեն ինչը չի կատարվել։ Հիմա որևէ բանում համոզված լինելու առնչությամբ պնդում, դիտարկում, եզրահանգում չի կատարել, դուք ձեր դիրքորոշումը։ Շատ լավ, մենք համոզված ենք ձեզ ներկայացրել ենք դրա վերաբերյալ ապացույցներ։ Հիմա այս պահել, այսինքն դուք արձանագրել եք, որ պարոն Ղուկասյանին պահում են ծխողների հետ։ Դա արձանագրված է նաև ինձ մասնավորապես պատասխանով քրեակատարողական հիմնարկի կողմից։ Այս պահի դրությամբ, որքանով է ճիշտ 15 քառակուսի մետր խցում պահել կալանավորին, ով տարապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ բարդություններով եւ շաքարային դիաբետով եւ որի կյանքին փորձագետների կարծիքով եւ պնդմամբ վտանգ է սպառնում ծխողների հետ միասին, որտեղ չկա, մենք նկարագրեցինք ձեզ, ինչ պայմաններ են քրեակատարողական հիմնարկում։ Մենք միջնորդում ենք պարտավորեցնել, որոշում կայացնել պարտավորեցնել պարոն Ղուկասյանին տեղափոխել հիվանդանոց հոսպիտալացնել։